պարոն Սաղաթելյան, մոտենում են խորհրդարանական ընտրությունները եւ ուզում եմ խոսենք ձեր ուժին վերագրվող քննադատություններից առաջին քննադատությունը այն է, որ խոստացել եք նախորդ անգամ գալու եք, իշխանափոխություն անեք, կրելու եք, բայց չեք հասել արդյունքի, հիմա ինչու եք գնում ընտրության այդ դեպքում իշխանությունն ասում է չեք հավաքելու այդ 7% անցողիկ շեմը, 10% անցողիկ շեմը, իսկ ընդդիմության մի հատվածն էլ ձեզ մեղադրում է իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեջ, կխնդրեմ այս մեղադրանքներին արձագանքեք։ Մենք սկզբունքային բան ունենք մոտեցում, որ ընդդիմադիր դաշտի կամ առնվազն դաշտում ներկայացող ուժերին այս ընթացքում փորձելու ենք, ամեն դեպքում փորձելու ենք չանդրադառնալ, որովհետև մենք կարծում ենք բոլոր նրանք, ովքեր այս ծանր ժամանակահատվածում թիրախավորում են որևէ ընդդիմադիր ուժի, ըստ էության իրենք են ջուր լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։ Ինչքան հասկանում եմ, կան որոշ շրջանակներ դա անում են հետևողական, դա անում են մեծ սիրով եւ պատրաստակամությամբ, թող մեր հանրությունը տեսնի այդ մարդկանց ու հասկանա ով է ու իր գնահատականը տա։ Մեր համար դաշտում 2 հատ Ստեփիկ Սաֆարյան ավել, 2 հատ պակաս մեր համար ոչ մի բան չի փոխվելու։ Մենք ունենք մեր թիրախը, դա իշխանությունն է եւ ամեն ինչ անելու ենք այդ իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ Իսկ ինչ վերաբերում է, որ 21-ին էլ ենք այդ նպատակով, բայց մեր ուզած հաջողությանը չենք հասել, որովհետև լավ կլիներ այն ժամանակ էլ ընդդիմադիր դաշտում մի շարք խոշոր բլոկներ լիներ եւ միասնական ջանքերով կարողանանք, չկարողացանք, որովհետև շատ ընդդիմադիր ուժեր ցավոք չկարողացան նաեւ շեմը հաղթահարել։ Այստեղ կարևորը գիտեք նա է, որ մենք շարունակում ենք մեր պայքարը, պայքարելու ենք, կռիվ ենք տալու այնքան, ինչև հասնենք հաջողության եւ այո, այս ընտրությունները տեսնում ենք դրա հնարավորություն։ Իբրև մենք մեր անցած ճանապարհի յուրաքանչյուր օրվա համար մեր գլուխը բարձր է, մենք ինչ-որ բան չենք կարևորի համար աման չենք ի տարբերություն շատ շատերի։ Հետևաբար պետքա կենտրոնանալ առաջիկա ընտրությունների վրա, իրոք ջանք դնել եւ ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք հաջողենք։ Կարողանաք հաջողեք, ինչ է իրենից ենթադրում, պատրաստ եք նորից անցնել խորհրդարան ու նորից լինել օրինակ ընդդիմություն, ոնց որ հիմա եք։ Ես շատ պարզ մի քանի անգամ ասել եմ, մեկ անգամ եւս կրկնեմ, որ երբ որ ասում եմ հաջողենք, դա նշանակում է, որ միասնական ընդդիմությունը ունենա ավելի շատ քվե եւ կանխի այս իշխանության վերարտադրությունը։ Մենք ընտրությանը մասնակցում ենք այդ նպատակով եւ դրա բոլոր հնարավորությունները տեսնում ենք։ Այս ընթացքում ով ոտքի տակ կընկնի, Աստված իր հետ, մենք հարց չունենք, մենք գնալու ենք մեր ճանապարհով։ Լավ հասկանում ենք որոշ լուսանցքում հայտնված ուժեր փորձում են մեզ ներքաշել ինչ-որ ճահճի մեջ, բայց անկեղծ էլի ուշադրություն դարձնելու ոչ ժամանակ կա, ոչ էլ ծիծաղում ասում ենք առաջ։ Քիչ է մնացեք, տեսնենք ով է շեմը հաղթահարում, ով ինչ արդյունք է արձանագրում։ Դուք շեմը չհաղթահարելու մտավախություն չունեք։ Բացարձակ դա դիտավորյալ խոսակցություն է հատուկ նպատակով, որ տարածվում է մեր ժողովրդի մեջ։ Ես ուզում եմ ցիտել Միքայել Մինասյանի վերջերս առած 2 օր առաջ արված գրառումից եւ ուզում եմ խնդրում եմ անդրադառնաք դրան, օրինակ էլի համեմատում է Ռոբերտ Քոչարյանին ու Նիկոլ Փաշինյանին իրար հետ։ Մի կարդացեք, չեմ մեկնաբանելու, ինչ որ ասելիք ունեի, ասել եմ, եթե հանկարծ մի օր որոշենք անդրադառնանք, շատ ցավոտ է լինելու, բայց մեկնաբանելու որևէ պատճառ ու առիթ չեմ տեսնում։ Այս թևի նախկինում նույնիսկ падգամավորներ հաճախ են անդրադառնում, որ Քոչարյանն ու Փաշինյանը նույնական են։ Ցավատան եմ, իրոք դու կարծում ես, ես պետքա բանը գործը թողեմ, ապուշություններ մեկնաբանեմ։ Իրոք, այսինքն մենք այս վիճակում ենք։ Իրոք, այսինքն պետքա ինչ-որ ստատուսներ մեկնաբանեմ։ Լրիվ ուրիշ նպատակ կա, լրիվ ուրիշ խնդիր է, լրիվ ուրիշ իրավիճակ է։ Իսկ այս իրավիճակում ինչ-որ դնեմ այնքան բան կա ասելու, լուրջ եմ ասում, բայց անկեղծ դրա ժամանակը չունենք, ոչ էլ հավեսը ունենք, ոչ էլ այդ ճահճի մեջ ներքաշվելու այդ գայթակղությանը տրվելու ենք։ Մենք մեր գործն ենք անելու։ Թող հանրությունը տեսնի, ով ինչով է զբաղվում այս օրերին ու իր գնահատականը տա։ Ամեն ինչ շատ բաց է տեղի ունենում։ Իմ դիալոց սրա համար ենք շատ ուրախ, որ sense բաց թող ամեն մեկը իր դեմքը բացի հասարակության առաջ ժողովուրդն էլ տեսնի, հասկանա ով է։
Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։